Պարը ամենասկզբում ծիսական նշանակություն է ունեցել։ Նախամարդը իր սովորական շարժումներով փորձում էր ձևավորել ծես Մեր տարածաշրջանի համար ինչ հատուկ պարեր են եղել։ Շատ հետաքրքիր է Շեյխանի պարը, որ այսօր բավականին լայն տարածում ունի։ Խորհրդային Միությունը ինչ անդրադարձ ունեցավ, տեղի ունեցավ բուռն քննարկում ժողովրդական պարարվեստի շուրջ, ու եկավ Ղարաբաղյան արդեն հակամարտության փուլը, պատերազմի փուլը։ Երգով պարով պարում են տղաները քոչարի եւ մեկ օր հետո ազատագրեցին Շուշին։ Արդյոք մենք հիմա ունենք մոդեռն, հայկական մոդեռն պարի ինչ-որ տեսակներ։ Փորձեր արվում են հիփ-հոփի հետ, ինչպես նաեւ բրեյք դանսի հետ։ Հայկական պարաթերապիան ինչպիսին է։ Պարը իր խորհրդաբանությամբ եւ իր արմատներով ավելի խորն է եւ այն զուտ շարժումների համակարգ չէ։ Բարի օր հարգելիներս, Ռենեսանսը շարունակում է իր աշխատանքները եւ այսօր եւս մեր տաղավարում մի շատ հետաքրքիր թեմայի շուրջ ենք զրուցելու։ Թեման կապ ունի մեր ազգային մշակութային ժառանգության եւ արժեքների հետ։ Այս անգամ զրուցելու ենք մեր պարերի մասին եւ մեր տաղավարում մեզ պատիվ է արել հյուրընկալելու պատմական գիտությունների թեկնածու Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Նարինե Շամամյանը։ Շնորհակալ եմ Նարինե ջան, որ ընդունեցիր հրավերը։ Բարի ողջույն Աշխեն ջան, մեծ սիրով հյուրընկալել եմ այսօր ձեզ։ Զրույցը սկսենք այստեղից։ Խնդրեմ ներկայացնես մեր պարային հետաքրքիր կարևոր ազգային այդ արժեքները, որովհետև ինչպես օրինակ գիտենք, պարը ամենասկզբում ծիսական նշանակություն է ունեցել եւ ավելի շատ ոգեկոչվել է բնությունը, ավելի շատ ներկայացվել է որպես ինչ որ մոգական ծիսական արարողություններ կատարելու հոգիներին, այսպես ասենք, ներգրավելու դրական բարի հոգիների ներգրավելու եւ չարը հեռացնելու գաղափարի համար ու շատ հետաքրքիր կլինի հասկանալ թե հայկական պարարվեստում, սկսած այդ ծիսական պարերից մինչ օրս թեկուզ ինչ հետաքրքիր փոփոխություններ են եղել եւ մեր տարածաշրջանի համար ինչ հատուկ պարեր են եղել, որոնք որ որոշակի իհարկե փոփոխություններով մենք այսօր շարունակում ենք փոխանցել եւ ունենք եւ փոխանցել սերունդներին։ Շնորհակալություն հարցի համար, սիրելի Աշխեն։ Նախ բազմաթիվ ու բազմատեսակ են ժողովրդական պարերը իրենց կատարման ձևերով, տեսակներով, բովանդակությամբ, իհարկե ծիսական արարողակարգի ներսում դրանք բազմաթիվ են։ Մենք ունենք հարսանեկան ծիսական պարեր, այնուհետև մենք ունենք սգո թաղման հուղարկավորության ժամանակ կատարվող պարեր, ինչպես նաև պարեր, որոնք կատարվում են ուխտագնացությունների ժամանակ, այդ թվում նաև մեծ տեղ են զբաղեցնում նաև աշխատանքային պարերը։ Իհարկե պետք է նշեմ, որ աշխատանքային պարերը սերտորեն կապված են աշխատանքային ռիթմի, դինամիկայի հետ, ինչպես օրինակ, թաղիկ պատրաստելու ընթացքում, ինչպես են թաղիքը պատրաստել եւ այդ ամենի շրջանակում ձևավորվել է պարը, քեչեն վրեն պարը, որը իհարկե կատարվում է մասում ազգագրական անսամբլը, բայց այն ընդունված եւ տարածված աշխատանքային պարերից է եղել, ինչպես նաեւ էրիշտի պարը, ինչպես են էրիշտայի վրա, էրիշտայի խմորը պատրաստելուց, թռչկոտում եւ պատրաստում իլիկներով պարը, այսինքն սրանք նմանողական գործողություններով ոչ միայն կատարվել է գործողությունը աշխատանքային, ապա այդ ընթացքում ձևավորվել է եւ դարձել է հետաքրքիր պարեր, որոնք այսօր մեր ժողովրդական պարային մշակույթում մեծ տեղ ու դեր ունեն։ Բայց այստեղ պետք է նշեմ, որ պարը իր խորհրդաբանությամբ եւ իր արմատներով ավելի խորն է եւ այն զուտ շարժումների համակարգ չէ։ Այն նաև կապվում է մարդու հույզերի հետ, ինչպես նաև կապվում է դիրքերի, ժեստերի հետ, որովհետև երբ որ մենք պարը դիտարկում ենք, այն զուտ ֆիզիկական շարժում չէ։ Տեսեք, պարի մեջ կան բազմաթիվ դիրքեր, դրանցից ես կուզեի առանձնացնել օռանտա դիրքը, փառաբանության դիրքը, որը գրեթե ոչ միայն ժողովրդի մեջ է ընդունված, այդ օռանտա դիրքը, այլև բազմաթիվ ժողովուրդների մոտ է, պարային մշակույթում է ընկած։ Եվ երբ որ մենք որպես արձանագրություն եւ որպես փաստարկ նայում ենք ժայռապատկերների վրա, որտեղ արտացոլվել է նախամարդու գործողությունները, կենցաղը,
կենցաղը, նաև աստվածներին դիմելու ձևը մենք այնտեղ տեսնում ենք նաև այդ դիրքը, առնչվում ենք այդ դիրքի հետ, օռանտադիրքի հետ, որը մինչև այսօր կա, այսինքն այդ արխետիպային դիրքը կենսունակ է եւ այն չել կարող վերանալ, որովհետև տեսեք նախնական, հա, այդ պարը կձևավորվեր եւ կդառնար ամբողջական համալիր, մարդը ստեղծել է մի ծես, որի ընթացքում նա ցույց է տվել որսորդության ընթացքը, ինչպես է այն որսում, գործողությունները։ Մենք տեսնում ենք նաեւ բազմաթիվ մասնագետներ, ովքեր դիտելով հա ժայռապատկերներ, ինչպես նաեւ այլ արտեֆակտերին, հա, տվյալ դիրքը համարում են պար, բայց միանգամից որոշարկել եւ որոշել, որ դա հստակ պար է, դժվար է ասել, որովհետեւ ընդամենը ֆիքսված է այդ քարացած շարժումը, այդ ձևը, Եթե դիրքը։ օրինակ նկալենք ժայռապատկերները, որոնք օրինակ կան Հայ Հայաստանում էլ տարբեր շրջաններից, մենք գտնում ենք ժայռապատկերներ, որտեղ որ հստակ ինչ որ իրադարձություն կամ ինչ որ դեպք է նկարագրված, այսինքն ոչ հստակ է, որ դա ինչ որ պարային բեմադրություն է, այսպես անվանենք պարային բեմադրություն է, այլ գուցե ինչ որ որսի տեսարան է, որը որ ուզել են այդ կերպ փոխանցել կամ ինչ որ դեպքը շատ կարևոր է եղել, ուզել են այդպես իրեն ֆիքսել, բայց հստակ հասկանալ, որ դա կոնկրետ պար է կամ մոգական ծիսական ինչ որ արարողություն է թե ոչ, այս դեպքում ունենք խնդիր։ Այո, տեսեք, այսօրվա մեր տերմիններով ենք մենք պարը բնորոշում, հա, այդ գործողությունը, որը իհարկե նախնականում եղել է որպես ծես, մարդը իր սովորական շարժումներով որոշել է ոգիներին դիմել, աստվածներին դիմել, որպեսզի հաջողությամբ պսակվի իր որսի կամ, չգիտեմ, իր առօրյա կյանքի գործողությունները եւ այդ ամենը նաեւ արտացոլել է ժայռապատկերների կամ, չգիտեմ, քարերի, արտեֆակտերի վրա, որն այսօր մենք բնութագրում ենք որպես պար, բայց դա միանգամից բնորոշել որպես պար, դա համարում եմ ոչ ճշգրիտ մոտեցում, որովհետև դա ավելի շատ պարային դիրք է, հա, ես նշեցի օռանտադիրքը, որը իհարկե մինչև այսօր կենցաղավարվում է բազմաթիվ, ոչ միայն հայերի մոտ, այլ նաև բազմաթիվ ժողովուրդների մոտ, որպես պարային դիրքերից մեկը, ինչպես նաև պարային դիրքերից հետաքրքիր է խաչաձև ձեռքերը հորիզոնական դիրքով տարածած, որը բնորոշ է ոչ միայն մեզ, նաև հույներին ու բազմաթիվ այլ ժողովուրդներին, հա, ձեռքերը հորիզոնական դիրքով տարածած եւ շուրջ պարի պարագայում է դա ավելի շատ հանդես գալիս եւ մենք ունենք բացառիկ հետաքրքիր գտածո, որը իհարկե պահվում է Հայոց ազգագրության թանգարանում, Սարդարապատի, այնտեղ տուֆի դամբարանասալի վրա պատկերված է պարի տեսարան, ձեռքերը կրկին հորիզոնական դիրքով տարածած, որը հայտնաբերել է Կարո Ղաֆադարյանը 1969 թվականին Դվինի պեղումների ընթացքում եւ այն թվագրվում է մեր թվարկությունից առաջ 8-ից 7-րդ դարեր։ Ու տեսեք, այդ ժամանակաշրջանում մենք արդեն ունենք ամբողջական ձևավորված պարի պատկեր, որովհետև երկու հոգի են, ձեռքերը հորիզոնական դիրքով տարածած, եւ սա ենթադրում է, եթե հա այդ դամբարանասալի շարունակությունը լիներ, մենք ունենանք նաեւ ամբողջական պատկերը, բայց անգամ այս փոքր արտեֆակտը խոսում է այն մասին, որ անգամ այդ ժամանակաշրջանում, հա, մենք ունեցել ենք արդեն ամբողջական ավարտուն տեսք ունեցող պար, իսկ այն, ինչ ժայռապատկերների վրա է, դա մենք տեսնում ենք ընդամենը անհատական կամ խմբային դիրքերի ձևով եւ դա համարել ձևավորված, հա, ամբողջական տեսք ունեցող պար, դա դժվար է ասել, դա ավելի շատ ծիսական գործողության հատված է, Մոգական ծես է, իհարկե, այո, ինչպես նշում է ազգագրագետ հետազոտող Մարեթը, նախամարդը իր սովորական շարժումներով փորձում էր ձևավորել ծես, որը ավելի շատ պարվում էր, քան ցուցադրվում էր, այսինքն տեսեք, իր մեջ ավելի շատ այդ շարժումների գործողությունը ձևավորել է ամբողջական տեսքը, նախքան վերբալ, հա, խոսքային մակարդակի ձևավորումը, եւ չմոռանանք, որ առաջի թատրոնը, որը ձևավորվել է ծեսի հենքով։ Հիմքը եղել է ծիսական արարողությունը կամ մշակույթը։ Այստեղ մի հետաքրքիր բան, մենք օրինակ հարևան ժողովուրդներից այս դեպքում
Իրանից կամ օրինակ գույներից, եթե հետ գնանք շատ մեծ հայքի առանցքները եւ իր հարևանները, բավականին շատ մշակութային ազդեցություններ ունենք։ Օրինակ, եթե վերցնենք այս նույն տրամաբանությամբ մեր հարևան ժողովուրդներից ունեցած մեր մշակութային ազդեցությունը, մի քիչ տեղայնացնենք բարի վրա։ Օրինակ, երբ ուսումնասիրում էի ես իմ մագիստրոսական թեզը, եղել է իրանական մշակույթի ազդեցությունը հնդկական մշակույթի վրա, ու այդտեղ մի հատված ես առանձնացրել էի պարերին, ու մի հետաքրքիր բան բացահայտվեց, որ մեզ հայտնի, շատ հայտնի ֆլամենգո պարը ունի հնդկական որոշակի ազդեցություն։ Հնդկական կաթակ պարից վերցված մի հետաքրքիր միքս է ինքը, որը միախառնվելով իսպանական այդ կատալոնյան եւ այդ հատվածների մշակույթին եւ այլն, ձևավորել է մի հետաքրքիր պարային, այսպես ասենք, ավանդույթ մշակույթ։ Ու ինչն էր հետաքրքիր, որ ֆլամենկոն շատ սկսել է տարածվել ու հատկապես իր գագաթնակետին զարգացման հասել է, երբ եղել է գաղութատիրական շրջանը, երբ Հնդկաստանը համարվում էր ու գտնվում էր եւ պորտուգալական, եւ իսպանական, եւ անգլիական այդ առևտրականների ազդեցությունների ու այդ վեճերի եւ այլնի շրջանը, ու այդտեղից տեղացի պարուհիներից նաեւ եկողները, Եվրոպայից եկողները այդ մշակույթ հարևելյան վերցրել էին, այդ հետաքրքիր պարային շարժումները եւ այլն վերցրել էին, ու որոշակի տեղափոխվել էր դա նաեւ այնտեղ։ Ու իհարկե ոչ ամբողջությամբ, բայց որոշակի ազդեցություն ստացել էր ֆլամենգոն որպես պարային ժանր։ Ու ինձ մի հետաքրքիր է, հիմա հայկական պարարվեստում կա ինչ-որ պարի առանձնահատուկ տեսակ, որը ազդված լինի, օրինակ, չգիտեմ, եվրոպական կամ արևելյան պարավոճերից, օրինակ արևելյան պարավոճերից մի շատ հետաքրքիր պարային տեսակ է սուֆիական պարը, շրջանը, կրակե շրջանը, ծեսը, հա։ Ու շատ հետաքրքիր կլինի հասկանալ, եղել է նման ազդեցություն, ունենք մենք նման օրինակ ազդեցությունների։ Շնորհակալություն հարցի համար, Աշխեն ջան, շատ հետաքրքիր հարց է։ Նախ անհնար էր, որպեսզի մշակութային նման ազդեցություն չունենայինք, որովհետև մենք գտնվելով հենց Միջագետքյան, հա, այդ բանուկ հատվածում, Խաչմերուկային, իհարկե, անհնար էր ազդեցությունները չլիներ։ Եվ ազդեցությունները իհարկե եղել են երկկողմանի, եւ մենք ենք մեր մշակույթով թողել իրենց վրա, հա, հարևան ժողովուրդների, ինչպես նաև տարբեր ժողովուրդների վրա մեր մշակույթի հետագիծն է եղել, նույնը եւ մենք ենք վերցել, եւ այդ դեպքում է, երբ որ ցանկացած մշակույթ զարգացում է ապրում, դինամիկ զարգացում, եւ եթե այդ ազդեցությունները չլինեն, մենք հա պիգմենտների կամ բուշմենների նման կլինենք, հա, ինչ որ ցեղ սաղմնային վիճակում չզարգացած, հա, որոշակի մակարդակում մնացած, բայց հայ ժողովրդական պարը առհասարակ անցել է բազմաթիվ հա քաղաքակրթությունների միջով եւ անհնար էր այդտեղ չունենար տարբեր ազգերի ժողովուրդների ազդեցությունը հունական, ասորական, իրանական, իհարկե դրանք եղել են եւ մենք նույնպես մեր ազդեցությունը պետք է թողենք եւ հայկականն էլ է եղել։ Շատ հետաքրքիր է օրինակ Պարսկաստանում ապրող փերիահայերի պարային մշակույթը, տեսեք այնտեղ ղաշղայինների եւ լոռերի, ահա, պարային մշակույթի ազդեցությունը կա նաև հայերի վրա։ Այնտեղ ապրող փերիահայերի ապրող պարային մշակույթի վրա, որովհետև նրանք նույնպես ունեն թաշկինակներով պարը, հայերը նույնպես ունեն թաշկինակներով պարը։ Պարզապես որոշակի ոճային առանձնահատկությամբ են դա կատարվում, հա։ Հայերի մոտ մենք հասկանում ենք, որ սա հայկական է եւ կան որոշակի առանձնահատկություններ, որ հասկանում ենք լոռերինն է եւ ղաշղայիններինն է։ Տեսեք, այս մշակույթը իհարկե 19-րդ դարի վերջ, 20-րդ դարասկիզբ, հա, ինչպես նաեւ մինչեւ մեր օրերը եկող եւ հասնող այդ հա այդ հետագիծը որ նայում ենք այդ մշակույթը բերել են փերիահայերը, երբ որ վերադարձան Հայաստան, հա, հայրենադարձության ժամանակ եւ բնակություն հաստատեցին Աշտարակի եւ Հրազդանի շրջաններում, այնտեղ հա այդ թաշկինակներով պարը, երբ որ եղավ հա ազգագրական պարերի շարժումը 1960-ական թվականներին, այդ ժամանակ ձևավորվեցին բազմաթիվ պարի խմբեր, հենց այդ կետում է, որ այդ պարային մշակույթը վերհանվեց եւ բարձրացվեց բեմահարթակ եւ սկսեց լայն տարածում եւ ընդգրկուն հա շարավիղ ստանալ այդ պարերը,
որտեղից էլ մենք իհարկե տեղեկացանք այդ պարերի մասին, թաշկինակներով պարի, բազմաթիվ տեսակների մասին, իսկ վերջերս, վերջին 6-7 տարվա ընթացքում Հայ Արփյանանյանը ուսումնասիրելով հենց լոռերի, ղաշխայինների եւ փերիա հայերի պարայմշակույթը, այդտեղ շատ հետաքրքիր հոդված ձևավորեց, որտեղ նա հանգամանալից եւ մանրակրկիտ խոսում է տարբերությունների, ինչպես նաեւ երկկողմանի ազդեցությունների մասին։ Բայց նաեւ այստեղ ես պետք է նշեմ քրդերի եւ հայերի պարայմշակույթի ազդեցությունը նույնպես բավականին մեծ է եղել եւ դա անհնարին էր խուսափել, ինչպես նաեւ հայերի եւ ասորիների փոխազդեցությունը միմյանց պարայմշակույթի վրա։ Այստեղ շատ հետաքրքիր է Շեյխանի պարը, որ այսօր բավականին լայն տարածում ունի, ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ հայկական սփյուռքում։ Շեյխանի պարը այսօր իհարկե վերջին տասնամյակում անունը փոխվեց եւ դարձավ իշխանած պար եւ բոլորին հայտնի է որպես իշխանած պար անունով, բայց Շեյխանի պարը դեռևս գրանցվել է Սրբուհի Լիսիցյանի կողմից, Ժենի Խաչատրյանի կողմից, ինչպես նաեւ Սանասարյանի ազգագրագետ ֆոնդում ունենք Շեյխանի պարը, որը ունի պատմական հենք, բայց այստեղ վերջին տասնամյակում, երբ որ անունը փոխվել է, որոշակի տարընթերցումներ կան, որ այս պարը նոր ձևավորված պար է, բայց ամենևին ոչ, պարզապես անունն է փոխվել եւ ավելի շատ, ընդունված է հայերի մեջ ներկայումս անվանել իշխանած պար, բայց այն Շեյխանի պարն է եւ ունի բավականին հետաքրքիր փաստագրական հենք։ Տեսեք, նույն այս պարի զուգահեռը ունեն ասորիները, ովքեր այս պարի հետ կապված գրեթե 6-7 տեսակ ունեն։ Այսինքն Շեյխանի մի քանի տեսակներ։ Այո, Շեյխանի մի քանի մեկ տեսակն է։ Ընդամենը մեկ տեսակն է։ Որը մենք հիմա ավելի հայտնի ունենք որպես իշխանած պար ձևով։ Որը այո, անվանափոխել ենք եւ ասում ենք իշխանած պար։ Իսկ մի հետաքրքիր հարց, ինձ թվում է մեզ դիտողներն էլ կհետաքրքրի, ինչից ենք վերցրել, որ իշխանած պար, որտեվ անունը հավանաբար ունի նաեւ ինչ-որ կարևոր կամ ստուգաբանություն կամ տալ այդ պարին իշխանած պարի անուն, ինչ-որ կա նման տրամաբանություն։ Թե շեյխի որպես շեյխի արմատով։ Տեսեք, ավելի շատ ես ենթադրում եմ, որ չեն դիմել լեզվաբաններին, անունը փոխողները լեզվաբանների հետ չեն համագործակցել եւ միանգամից որոշել են, որ շեյխը դա երևի արքան է, իրենց մտածողությամբ, ամենայն հավանականությամբ խանին էլ երևի խաղ, պար, այսպես ընդհանրացել են եւ որոշել են, որ Շեյխանի դա ընդամենը կարող է լինել արքայի եւ արքայական պար եւ որոշել են, որ դա իշխանած պարն է, այդպես անվանափոխել են, բայց տեսեք Շեյխանի մեր պատմիչների մոտ էլ հանդիպում է շեյխ ամենայն հավանականությամբ տառադարձվել է կամ տառի փոփոխություն է, տեղի ունեցել, որովհետեւ երբ որ նայում ենք պատմիչների աշխատանքում, այնտեղ մենք տեսնում ենք, որ շեր դա նշանակում է խաղ, պար, երգ, այսինքն շեր, շաեր, եթե գնանք բովանդակը կտանանք։ Իսկ խանա տեսնում ենք խաղ կապել, խաղ ասել։ Այսինքն Շերխանին է, հայտնի Շերխանի, ամենայն հավանականությամբ շեղվել է եւ է դարձել, իսկ Սրբուհի Լիսիցյանի, էթնոպարագետ հետազոտության մեջ երբ որ հանդիպում են պարի գրանցած տարբերակներ, այնտեղ կա Շեյխանա, Շեյհանա, այսինքն տեսեք որոշակի տառադարձումներ կան։ Ամենայն հավանականությամբ ստուգաբանություն որպես պետարված չի ու կարելի է նաև այստեղ հասկանալ լեզվաբանական չասենք, բայց ավելի շատ եւ իր բառային ստուգաբանության իմաստով եւ տեսակը պարային հասկանալ ինչ կապ կա իրար հետ։ Իհարկե, եւ ինձ թվում է պետք է պարտադիր, եթե որոշում են պարի անունը փոխեն, իհարկե դրան ես դեմ եմ եւ դա ընդունելի չէ, որովհետեւ եթե պարի անունը փոխում ենք, ուրեմն ցանկացած յուրաքանչյուրի անունը կարելի է փոխել եւ ասել եկեք անունդ փոխենք եւ հայկական անունով ձեզ դիմենք։ Նույնը եւ պարի պարագայում է, երգի պարագայում է, պետք չէ, այդ ինչպես բանահյուսական տեքստը պետք չէ թարգմանել, նույնը պետք չէ, պարի անունները, անվանումները թարգմանել, որովհետև դրանք բավականին հին խորը արմատներ ունեն, եւ դրանով ժխտելով անունը, նոր անուն դնելով, մենք կտրում ենք պատմական հենքից։ Իհարկե, ու մի հետաքրքիր ինձ միտք առաջացավ այստեղ հասկանալ, եթե իշխանած պար մենք ունենք, այսինքն եղել է ավանդույթ, պալատական պարերի ինչ-որ ավանդույթներ, հավանաբար մենք ունեցած ենք կամ ունեցել ենք, այն նման ինչ-որ արձանագրումներ կան, տարբեր շրջանից նկատի ունեմ պալատական պարերի ինչ-որ
քաղաքացուներ կամ ժողովածուներ պահպանված, որ ունենք նման բան։ Տեսեք, պալատական պար կամ արքայական պար, այսպես ասված, փոքրիկ ինֆորմացիա դա տալիս է Մովսես Խորենացու հայոց պատմությունը, հա, երբ որ փորձում են, հա, Նազենիկին առևանգել, հա, Նազենիկը պարում էր եւ այնտեղ, հա, այդ հատվածը նշվում է որպես երգեր ձեռամբ, այսինքն երգեր նաեւ ուղիղ զուգահեռական է պարի իմաստով, այսինքն այնպիսի գեղեցիկ պար է կատարել, ցուցադրել, որ հմայվել են եւ նրան փորձել են, հա, առևանգել։ Սա այս հատվածը, թեկուզ այս փոքր դրվագը խոսում է այն մասին, որ իհարկե արքունական պալատական պարեր եղել են, իհարկե եթե մենք հենվում ենք փաստերի վրա, բնականաբար պետք է լինեն, բայց պալատական կամ արքայական այդ պարերը բնականաբար տարբերվել են ժողովրդական ծիսական պարերից, որոնք իհարկե կենտրոնացած են եղել որոշակի արարողությունների շուրջ եւ դրանք չեն կարող իհարկե հավակնել պալատական պարերում կատարվել կամ միգուցե կատարվել են, բայց մշակված եւ խորեոգրաֆիայի ենթարկված հա տարբերակներով ամենայն հավանականությամբ։ Հա, հետաքրքիր էր ու այստեղ մենք ունենք նաև բոլոր պարերի զուգահեռ քոչարի խնդիրը, ինչու խնդիր, որովհետև գիտենք մեր հարևան երկրներից, օրինակ Ադրբեջանի համար, ինչքան նուրբ է քոչարի հարցը, որտեղ իրենք շատ ջերմեռանդ կերպով փորձում են դա ներկայացնել իրենց որպես ազգային ծես կամ ազգային մշակույթի մաս ու հասկացնենք նաև մեզ դիտողներին, ինչպես ենք տարբերում հայկական քոչարին, ինչպես է ստուգաբանվում բառը, քոչարի ինչ ավանդույթ ունենք, բացի այն, որ ներկայացվում է կամ մենք հաճախ պարում ենք ինչ-որ առիթների արարողությունների ժամանակ, ինչպիսին է ինքն եղել իրականում, իր ավանդական տեսակով։ Տեսեք, քոչարին հայկական լեռնաշխարհում գրեթե ամենատարածված պարատեսակն է վերվերի գովնդներից հետո։ Հունական տարբերակը կա, արաբական տարբերակը կա, նույն քրդերի մոտ կա եւ թաշկինակով իդեպ տարբերակը եւ առանց թաշկինակ, թուրքերի մոտ էլ կա նույն ու այստեղ ադրբեջանցիների խնդիր, որ հենց մեր քոչարին ընդօրինակումը եղել ու վերցվել։ Ու շատ հետաքրքիր է նաև բացատրենք, թե ոնց է տարբերակվում մերը, ի վերջո հասկանանք մերը որն է, ինչ ձևեր է ունեցել ինքը, ինչ արձանագրումներ ունենք մենք նրա մասով, մեր մշակույթի մասով։ Տեսեք, քոչարի պարատեսակը իր տարբեր ձևերով, պարաձևերով բազմաթիվ է եւ բազմազան է։ Գրեթե 50-ից ավել տարբերակներ կա եւ յուրաքանչյուր բնակավայր, յուրաքանչյուր տարածաշրջան ունեցել է իրեն բնորոշ քոչարու տարբերակը։ Եվ ինչով է այն տարբերվում, հա, հունականից։ Հույները ասում են կոծարի, հա, քրդերի մոտ նույնպես տարածված է քոչարի տարբերակը, բայց տեսեք կատարողական առանձնահատկությունների մեջ է։ Եթե հայերի քոչարիներում, հա, այդ ծնկախաղերը, ծնկածալերը խորն են կատարվում, քրդերի մոտ նկատում ենք, որ կատարվում են նուրբ իմպուլսիվ զսպանակաձև շարժումներով, հա, այդ ծնկախաղերը, գրեթե աննկատ, բայց դա անզեն աչքով դու չես կարող տեսնել եւ տարորոշել, որ սա հայկականն է, սա քրդականն է։ Միայն պարելու ընթացքում դու կարող ես այդ իմպուլսները, հա, այդ շարժումները զգալ եւ հասկանալ։ Այն էլ խորը ծնկածալեր եւ հա քրդականի դեպքում թեթև ծնկածալերը կատարելու համար, որովհետեւ պարզապես դու չես կարող դա նկատել։ Իհարկե կա որոշակի եղանակների, պարեղանակների հետ կապված առանձնահատկությունները։ Քոչարու ռիթմը հիմնականում հայերի մեջ ընդունված է 2/4, դա պարտադիր է եւ տեսեք, բռնելաձևերը նա ազգագրական տարածաշրջանի տարբեր է եղել։ Եղել է ձեռքերը հորիզոնական դիրքով տարածած, հիմնականում դա Սյունիք, Արցախ հատվածին է բնորոշ եղել, ինչպես նաև Պոնտոսի հայերի մոտ էլ է դա տարածված եղել, ձեռքերը հորիզոնական դիրքով տարածած, բայց պատմական Հայաստանի, հա, կենտրոնական հատվածում քոչարին, հա, ձեռքերը ներքև թևկախ է եղել եւ ափերով պինդ բռնելաձևով է կատարվել։ Այսինքն նաև տարածաշրջանը իր առանձնահատկությունը ունի կատարման ձևի տեմպի մեջ, բայց նաև տեղեր ունենք, տարածքներ ունենք, որտեղ կատարվել է խառը կազմով, տղամարդկանց եւ կանանց մասնակցությունը խստիվ արգելվել է, այստեղ ունենք, որ ընդհակառակը դա խրախուսվել է միասին կատարելը։ Նաև դա իր մեծ դերն ու նշանակությունը ունի պարի կատարման մեջ։ Իսկ քրդերի մոտ, եթե նկատել ենք,
դա կատարվում է խառը կազմով։ Մենք չենք նկատել, որ առանձին տղամարդիկ բարեն, հետո առանձին կանայք, հա, դա խառը, հա, Իսկ օրինակ կազմով է թուրքական ու կատարվել։ ադրբեջանական այս դեպքում, որտեղ ադրբեջանցիները շատ մեծ ջերմեռանդությամբ ու կրքով են վերցնում, ինչով է պայմանավորված, շատ հետաքրքիր է ինձ, ինչով է պայմանավորված, ինչով են իրենք ենթադրում, որ դա իրենց ազգային մասը։ Տեսեք, ուրեմն սրա մասին բավականին հետաքրքիր իհարկե ազդեցությունը պետք է թողածներ արդեն խորհրդային ժամանակահատված է, որովհետև խորհրդային ժամանակաշրջանում բոլորը, հա, ինչ որ համընդհանուր մշակութային մոդել, այո, ստեղծելու, հա, փոխազդեցությունը մեծ էր։ Փոխազդեցությունը մեծ էր, ինչպես նաև մեզ հանդիպեց հետազոտության ընթացքում Թաթուլ Ալթոնյանի արտահայտություններից մեկը, որը վավերացվել է իհարկե թերթում Սովետական Հայաստանի, այնտեղ գրված է, որ մեր պարային մշակույթը պատկանում է ոչ միայն մեզ, այլև խորհրդային միության բոլոր երկրներին։ Իհարկե այս փոքր արտահայտությունը եզրը թույլ է տալիս ենթադրել, որ յուրաքանչյուր ժողովուրդ, հա, Միութենական Հանրապետություններում գտնվող կարող են կատարել ձեր պարերը եւ դա կարող է լինել ոչ միայն ձերը, այլ նաեւ մյուսներինը, այդ փոխառնչությունները նորմալ էր, բայց իհարկե մենք ունենալով էթնիկ կոնֆլիկտ կոնկրետ, հա, ադրբեջանցիների հետ, այդ կետը թույլ չի տալիս, որպեսզի մենք զուգահեռներ անցկացնենք եւ կարողանանք ընդհանուր մի հարթակում քննարկել պարերը։ Եթե մենք կարողանում ենք ասորիների հետ, պարսիկների հետ, ինչպես նաեւ հույների հետ, պարային փոխառնչությունների հետ կապված թեմաները քննարկել, ինչպես նաեւ ինչու՞ չէ քրդերի հետ փոխառնչությունները էթնիկ, բայց Ադրբեջանի հետ դա սրվում է, որովհետև այստեղ էթնիկ կոնֆլիկտը շատ սուր է եւ յուրաքանչյուր զուգահեռ վերածում է, որ հայերը փոխառել են մեզնից, նրանք եկվորներ են եւ այդ ամեն ինչը շատ են քաղաքականացնում։ Բնականաբար պետք է վերցնեին, այո, պետք է վերցնեին հայերից եւ սովորեին եւ յուրացնեին, ոչ միայն Քոչարի պարն են համարում իրենցը, այլ նաեւ համարում են Ուզունդարա պարը։ Իսկ Ուզունդարա պարը, երբ որ մենք կարդում ենք Սովետական հանրագիտարան, հա, կամ Կովկասյան հանրագիտարան, նայում ենք այնտեղ գրած է, որ Ուզունդարա պարը ձևավորվել է եւ ծնվել է Լեռնային Ղարաբաղում, իսկ Լեռնային Ղարաբաղում, ինչպես գիտենք, միշտ ապրել են հայեր եւ վերագրում են իրենց։ Մինչդեռ երբ որ մենք ռեպերտուարները նայում ենք, հա, 20-րդ դարաշրջանի, տեսնում ենք, որ հայկական ռեպերտուարների այդ ցանկում ինչքան է Ուզունդարա Քոչարի պարերը արտացոլված։ Եթե դրանք չկատարվեին հայ ժողովրդի կողմից, բնականաբար դրանք չէին լինի մեր ռեպերտուարներում։ Մինչդեռ իրենց արխիվային նյութերի ռեպերտուարների կազմը մեզ ծանոթ չէ, ինչպիսի պարեր են նրանք կատարել։ Երբ որ այդ ցանկը հստակ կլինի եւ վեր կհանվի արխիվներից կդրվի, այ մենք զուգահեռներ տանելու, ահա, որոշակի իրավունքներ միգուցե կունենանք եւ կփորձենք համեմատել իրենց ռեպերտուարների խաղացանկը եւ մերինը։ Իսկ մերինում, որ ընդգրկված եղել է եւ Ուզունդարա եւ Քոչարի պարերը, դա միանշանակ։ Բայց այստեղ իրենք խնդիր ունեն, չէ՞, ավելի շատ խնդիրը ոչ թե նրանում է, որ չեն ուզում որոշակի բերել համեմատել, այլ պիտի ունենան ինչ-որ բերելու համեմատելու բան, որ մի բան էլ մենք կարողանանք աղբյուրագիտական որևէ հետազոտություն իրականացնել։ Սա էլ է իրենց դեպքում խնդիր, որովհետև ավելի շատ նպատակը այսպես կոպիտ է հնչում, բայց շատ խիստ ճնշումով ցույց տալ, որ իրենցն է, բայց թե որտեղ է իրական ապացույցը կամ հաստատումը, իրենք դրանից բնականաբար խուսափում են։ Ու ճիշտ նշեցիր, քաղաքական ավելի բանով են տանում, մոտիվով են տանում, որ արդեն հեռացվի զննելու, քննելու, հասկանալու հարցը, բնական է, իրենց կամ իրանական ազդեցությունն է իրենց մոտ շատ խիստ մեծ, որից իրենք ուզում են հրաժարվել, բայց դե անհնար է, կամ թուրքականն է իհարկե, որը ավելի տրամաբանական կլիներ, եթե իրենք թուրքականի մոտիվներն իրենցը փորձեին դարձնել, բայց այստեղ խնդիր կա բնականաբար քաղաքական իմաստով դա էլ պոկել, հայկականից զրկել, հա, նույն լավաշի խնդիրն է, գիտենք, գաթայի խնդիրն է, նույն փախլավայի խնդիրն է, նույնը եւ պարերի խնդիրն է, որը փորձում են, այո, նույնիսկ իրենք չեն զլանում նաեւ որոշակի կոմիտասից էլ են փորձում ինչ-որ բաներ պոկել, կոպիտ ասած, հասկանում ենք, որ ոչ թե խնդիրը ցույց տալն է, որ այ մերն ասա, եկեք հասկանանք, որ իսկապես մերն ասա, այլ ավելի քաղաքական դրանից էլ մեզ զրկելու խնդիրն է։
Խոսեցինք խորհրդային շրջանի մասին, գիտենք խորհրդային շրջանում որոշակի խնդիրներ կար կրոնի հետ կապված եւ այլնի հետ մշակութային ինչպես նաեւ հարցեր կար, նշեցիր, որ հա, միութենական պետություններ, 15 հանրապետություններն էին, մեկ պետություն, մեկ մշակույթ կարող ենք այսպես բնութագրել վիճակեր։ Այ բարի իմաստով ինչպես էր խորհրդային միությունը ինչ անդրադարձ ունեցավ հայկական պարամշակույթի զարգացման կամ առաջբերման, առաջմղման իմաստով ու ինչ զարգացման էտապներ ապրեց այդ խորհրդային շրջանը միջև փլուզումը։ Այս շատ հետաքրքիր հարց էր, ուրեմն տեսեք բավականին բարդ եւ հակասական մի շրջափուլի հետ գործ ունենք խորհրդային շրջանը, երբ որ տեսեք 20-րդ դարաշրջանը սկսում է բավականին հա ցնցումներով, առաջին համաշխարհային, այնուհետև արդեն 20 թվականից հետո գալիս է արդեն խորհրդային հատվածը ու տեսեք արդեն պարարվեստը իր զարգացումը նույնպես ունենում է այդ տրավմաների մեջ անցնելով 20-րդ դարաշրջանը առհասարակ որոշարկվում է որպես բարի նոր քայլեր ձեռնարկելու, նոր մեթոդներ, նոր ոճ, նոր ստեղծագործական մտահղացումների շրջափուլ։ Երբ որ ստուդիական շարժումից անցում էր կատարվում սալոնային պարերից, անցում դեպի բեմարվեստ, պրոֆեսիոնալիզմ դեպի։ Եվ այդ ժամանակահատվածը գալիս է եւ խորհրդային շրջանում է հայտնվում Հայաստանը։ Այդ շրջանում իհարկե մենք ունեցանք մեծ պատմական տրավմա, հա 1915 թվականի ցեղասպանությունը եւ մեծ գաղթը դեպի արևելյան Հայաստան եւ բնականաբար իրենց հետ բերելու են այդ մեծ ահռելի մշակույթը եւ պարային մշակույթը նույնպես։ Ձևավորված ինքնագործ խմբերը անվանվեցին ազգագրական պարի խմբեր ու ազգագրական եզրը տրվեց այն բանի համար, որպիսի տարանջատվի այստեղի ստեղծագործական խմբերից, արևելյան Հայաստանի ստուդիական անուններից։ Ազգագրական, երբ որ ասում են, հասկանում են որպես պատմական Հայաստանի պարային ժառանգություն։ Իսկ 1938 թվականին արդեն գիտենք, որ ռեպրեսիաների բուռն զարգացման էտապներ եւ այդ ժամանակահատվածում ոչ միայն ակսորվում էին, գնդակահարվում էին բազմաթիվ հայ մշակութային գործիչներ, այլ նաեւ իր մեծ ազդեցությունը եւ կնիքը թողեց նաեւ հայկական պարարվեստի վրա։ Ինքնագործ պարի խմբերը դրանք փակվեցին եւ մնացին ընդամենը պրոֆեսիոնալ ձևավորված մի քանի խմբեր։ Դա Թաթուլ Ալթունյանի երգի պարի անսամբլն էր, Սրփույն Լիսիցյանի պարի ռիթմի պլաստիկայի ստուդիաներ եւ արևելյան երաժշտական գործիքների անսամբլներ, այսինքն այս երեքը թողելով պետական հովանավորության ներքո բնականաբար վերահսկողություն էր սահմանվում եւ մինչեւ բեմահարթակ կներկայացվեր այդ ամբողջ ներկայացումների համարները, դրանք վերաքննության էին ենթարկվում, այսինքն պետք է մի հատ ռեպերտուարը նայեին, նոր հետո թույլ տային, դա բեմահարթակ բարձրանում է թե ոչ։ Իհարկե դա որոշակի կանոններով էր իրականացվում ոչ միայն Հայաստանում, այլ նաև միութենական մյուս հանրապետություններում։ Առաջի երգը դա պետք է բացվեր Ստալինին, հա, դե գիտենք, որ անձի պաշտամունքի ժամանակահատվածն է Ստալինին նվիրված երգով։ Այնուհետև երկրորդ երգը Բերիային էր նվիրված, Բերիային պետք է գովաբանեին։ Իսկ 1941 եւ 42, հա, պատերազմյան երկրորդ համաշխարհայինի ժամանակ ռեպերտուարում ավելանում է նաեւ Անաստաս Միկոյանի նվիրված երգը, նույնպես ներառվում է բովանդակության մեջ, եւ նաեւ ավելանում է Будет Գիտլերու կանյեց երգը 1942 ավելի թվականին։ ոգեշնչող, հա, Ոգեշնչող, այո, որպես ոգևորել պատերազմի ռազմի դաշտի զինվորին, նաեւ ներսում ոգեշնչման աղբյուր դառնալը, այո, այդ իմաստով, որ վերջ Հիտլերի էտապին, էպոխային եւ այլն։ Այսինքն ավելի ոգևորիչ ժանրեր մտան դրա մեջ, ոչ թե հարցը Հիտլերին ցույց տալն էր, այլ նրա անկումը այդ իմաստով էլ նկարագրել, որ ամեն բոլոր խավերի համար, թույլ տվեք ասենք, բոլոր խավերի համար հասկանալի, ընկալելի եւ ոգևորիչ դառնար, հա։ Իհարկե, եւ ոչ միայն, նաեւ ձևավորվեցին պարային նոր մոդելներ, այսինքն տեսեք, ժողովրդական պարը արդեն իր տեղը եւ դիրքը չուներ
բեմահարթակում ձևավորվեցին աստղի ձևով պարեր, ինչպես նաև պարը Խորհրդային աստղի համար, իհարկե խորհրդային աստղի համար, ինչպես նաև մենք Սրբուհի Լիսիցյանի կինետոգրաֆիա գրքի վերջին հատվածում տեսնում ենք ռաշիֆրովկա արած, հա, Ստալին անվան շուրջ, այսինքն բոլորը պետք է կանգնեին այնպիսի դիրքով, որպեսզի ձևավորեին Ստալին անունը, այսինքն տեսեք ամեն ինչը շատ կենտրոնացած էր գաղափարախոսական այդ թեմաների վրա և ենթադրենք պետք է լիներ կարմիր դրոշակագիրը պարային բեմադրություն, հորինված բեմադրություններ էին տրվում, կամ գերմանացի պոլիցիայը պետք է հորինեին այդ ամեն ինչը, ժամանակաշրջանը իհարկե բավականին բարդ էր և այստեղ ժողովրդական պարը իր ծիսական բովանդակությամբ և իր էթնիկ ակունքներով բեմում անելիք չուներ, իհարկե այդ ամենի վերջը դրվեց Հիտլերի մահից հետո, երբ որ եկավ արդեն Խրուշչովյան ծնվելը, որոշակի չափով թուլացավ, հա, այդ բռնաճնշումները և հնարավոր եղավ կրկին ժողովրդական, հա, պարարվեստը վերադարձնել բեմ և արդեն ցույց տալ իրական պարերը այսինքն ժողովրդական, անձի պաշտամունքից, անձի նաև պարային իմաստով երկրպագությունից, էլի հետեկանք ազգային իրական արժեքներով պարին, ու այստեղ մի հետաքրքիր բան եղավ, արդեն սկսվեց Խորհրդային Միության անկման շրջանը ու եկավ Ղարաբաղյան արդեն հակամարտության փուլը, պատերազմի փուլը, այստեղ ինչ-որ պարային իմաստով, եթե մենք օրինակ տեսանք, որ երկրորդ համաշխարհայինի ժամանակ ոգեշնչման նաև ձև էր պարը, այս դեպքում մենք ունեցանք նման արտահայտումներ, թե ոչ։ Իհարկե Աշխեն ջան, տեսեք 1960 թվականին տեղի ունեցավ բուռն քննարկում հայ ժողովրդական պարարվեստի շուրջ, թե ուր է գնում հայկական պարը, այսպես խորագրով, որին մասնակցում էր Պարուր Սևակը, Սրբուհի Լիսիցյանը և Թաթուլ Ալթունյանը, Արիստակեսյանը, Վահրամ, խոսում էին, թե հայ ժողովրդական պարը այսպես ետին պլան մղվեց և դրանք բեմահարթակում չներկայացվեցին, անկում է գնում և դրանք կմոռացվի և հայ ժողովրդական պարը կվերանա, մի խոսքով այսպիսի քննարկումներ եղավ և դա եղավ այն մեկնարկային կետը, որտեղ բոլոր գյուղերում, բոլոր շրջաններում, հա, կազմավորվեցին և ձևավորվեցին պարային խմբեր, Ալաշկերտից եկածները, Մուշից, Սասունից եկածները, այսինքն նրանք հավաքվելով ձևավորում էին պարի խմբերը և որոշում էին նաև իրենց ռեպերտուարը, ինչ պարեր փոխանցել են իրենց, նույնը պետք է բարձրացնել բեմահարթակ, սա եղավ իհարկե պարի զարթոնք, հա, պարային մշակույթի զարթոնք, հենց այս ժամանակակետում է, երբ որ ազգագրական, հա, ճակերտներում ասած, ինքնագործ ավանդական պարի խմբերը կրկին ձևավորվեցին և պետք է ասեմ հայրենասիրական այդ մեծ գաղափարները մեծ տեղ էին գտնվում, որովհետև այդտեղ գալիս էին պարելու այն մարդիկ, ովքեր պատմական Հայաստանից արմատներով, հա, գաղթածների ընտանիքից էին և ցեղասպանություն վերապրածների ընտանիքներն էին, այսպիսով և այդ մշակույթը պահելու, փոխանցելու ցանկությունը բավականին մեծ էր, մինչդեռ այդ պարերը երգեր արգելված են եղել իհարկե Ստալինի ժամանակաշրջանում, բայց Խրուշչովյան ծնհալի շրջափուլում բռնաճնշումները նույնպես կային, դրանք լիովին չեն վերանում, բայց գոնե մեղմանում են ինչ-որ չափով, իհարկե պետք է նշեմ, որ մշակույթի հետագայում, մշակույթի նախարար Ստեփան Պողոսյանի միջոցով ձայնագրվում էին, ինչպես նաև կազմակերպվում էին փառատոներ, իսկ 1988 արդեն երբ որ Արցախյան շարժումը սկսեց, մեծ դեր խաղացին ազգագրական պարի խմբի, հա, մասնակիցները, տղաները, որովհետև այդ ժամանակ էր, դրանից առաջ ձևավորվեց ակունք ազգագրական անսամբլը և այնտեղ, հա, կրողները Հայրիկ Մուրադյանի, Մարո Մուրադյանի, հա, շնորհիվ կարողացան ոտքի կանգնել և մյուս ազգագրական խմբի, հա, մասնակիցները կարողացան ոտքի կանգնել, զենքը վերցնել և մասնակցել Արցախյան հերոսամարտին, իհարկե ազգագրական պարի խմբի տղաները դրանք ոգևորում էին
են եւ պետք է նշեմ առհասարակ պարը դա հենց այնպես կատարվող շարժում չէր, իր մեջ ունի ուժ, էներգիա, ինչպես նաեւ գաղափարախոսություն, հա, իրենց նախնիների արմատները, որովհետեւ ռազմապարերը հենց ռազմի դաշտում կատարվելու ընթացքում դրանք ուժ, էներգիա, ինչպես նաեւ հաղթելու հույսով հավատ են տվել, որպեսզի կարողանան հետ բերեն իրենց կորցրած, հա, ազատագրեն այն տարածքները պապերի, որովհետև տեսեք Շուշին ազատագրելուց առաջ ինչ տեղի ունեցավ, երգով պարով պարում են, հա, տղաները Քոչարի եւ մեկ օր հետո ազատագրեցին Շուշին, այսինքն պարը դա պարզապես կատարում չէ, դա հաղթանակի ծես կատարին եւ հաջորդ օրը իրենք արդեն ազատագրել էին, դա ուժու կորով, ինչպես նաեւ վաղվա օրվա հանդեպ հավատը հուսություն, որ հաղթանակը նաեւ մշակույթի ոգով, ազգային ոգով հաղթանակ պիտի բերվի, մի հետաքրքիր այսպես հետ որ կատարենք, հիշենք Բերլինում բանի ժամանակ, երկրորդ աշխարհամարտի ժամանակ, հիշենք որ Բերլինում նաեւ հայերը էլի Քոչարին պարեցին, սա էր ինչ որ ուրույն հետաքրքիր մշակութային նաեւ հաղթանակ այս դեպքում նաև մեզ համար, այնտեղ մեր արդեն պապիկները, այսպես մեծ պապերը կարողացան իրենց նաև հայկական մշակութային ոգով այդ արտահայտել հաղթանակը, որովհետև հիշենք, որ իսկապես շատ մեծ ներդրում հայերն ունեցան հաղթանակի կապակցությամբ, շատ մեծ, դա հետո առանձին այլ մասնագետի կհրավիրենք դրա մասով էլ խոսենք, որովհետև կան շատ էջեր, որոնք դեռ չեն խոսվել, չեն քննարկվել այս ֆորմատներով, ինչևէ, դառնանք մեր թեմային խոսենք թերապարային թերապիայի մասով, գանք ժամանակակից արդեն հայկական պարաթերապիան ինչպիսին է, ինչ որ առանձնահատուկ հետաքրքիր, օրինակ գիտեմ հնդկականը շատ հետաքրքիր է, յոգայով ուղեկցվում է, շատ այլ հետաքրքիր մանր դետալներ ունի, որոնք ես դեսպային ցավոք չգիտեմ, բայց օրինակ հայկականի դեպքում ինչպիսին է դա, ոնց է արտահայտվում եւ ինչ ակունքներ ունի։ Պարի թերապիան որպես պարի միջուկ ձևավորվեց 20-րդ դարի կեսերին 1960-ական թվականներին Ամերիկայում, սա հիմնական ուղղված էր ստրեսի ենթարկված, իհարկե հետպատերազմյան շրջափուլից հետո բազմաթիվ տրավմաների ենթարկած մարդկանց վերադարձնել դեպի կյանք, ինչպես նաև աշխատել հիվանդանոցում գտնվող հիվանդների հետ, շիզոֆրենիայով, ինչպես նաև բազմաթիվ այլ հիվանդություններ հոգեկան ունեցող խնդիրների հետ, եւ պարը իր դրական ազդեցություններ ունենում մարդու հոգեկանի վրա։ Իհարկե խոսելով պարի թերապիայի մասին, չեմ կարող շրջանցել Ջոան Խոդորոուին, ով եղել է Յունգի շարունակողը եւ իր հետազոտությունը հենց իրականացրել է Յունգի համալսարանում։ Այնտեղ իր հետազոտության մեջ նա նշում է, որ պարի թերապիան դա մշակութային անգիտակցականն է, այսինքն երբ որ մարդը սկսում է պարել, ցույց տալ շարժումների միջոցով, իհարկե անկանոն է շարժվում, ոչ թե կոնկրետ հստակ պարային շարժումներ է կատարում, այլ հոգուց բխող, հույզերից բխող շարժումներ է իրականացնում, այնտեղ նա տեսնում էր, որ բավականին խորը արմատներ ունի, նախամարդու շարժումների հետ կապված, ասում էր, որ մարդ կապվում է իր արմատների, նախամարդու հետ, այսինքն վերադառնում է իր, ավելի շատ ինստինկտների եւ բնազդային շարժումներ էր իրականացնում, ոչ թե գիտակցված շարժումներ։ Տեսեք, պարի թերապիան իր մոտիվացնող նաեւ ուժ ունի, առհասարակ որ խոսում ենք պարի մասին, պարը ամբողջությամբ կապված է մարդու հույզերի հետ, ու նախքան մարդու ժեստը առաջ կընկնի կամ կփորձի արտաբերի խոսքը, միանգամից հույզը մղում է գործողության, որովհետեւ տեսեք, մարդու ներքին կարգավորող ուժը դա հույզերն են, իսկ բազային հույզերը մենք գիտենք ուրախություն, տխրություն, այնտեղ վախ, սարսափ եւ իհարկե այդ բոլոր հույզերը ունեն նաեւ իրենց դրսեւորումները։ Պարի թերապիայի ժամանակ, երբ որ թերապևտը խնդիր է տալիս, որպեսզի ենթադրենք պարի շարժումներով, պարային շարժումներով ցուցադրի, ենթադրենք վախը կամ ցուցադրի մահը, նա սկսում է ապրել այն բոլոր գործողությունները, որի միջով նա անցել է, կամ ենթադրենք տալիս է խնդիրը, իհարկե, ներքին հույզերն առաջ գալիս, ինստինկտներով,
վնասներով։ ու ինքը առաջինը օրինակ հենց հիմա զրույցի ժամանակ մենք օգտագործում ենք ձեռքի Հույզը ժեստերը։ գալիս է առաջ, տեսեք, Մղվում հույզը մղում է ֆիզիկական, գործողության եւ ինչպես Յունգն է ասում, դա մեդալի հակառակ հակակողմը, երկու կողմերն են՝ հույզը եւ մարմինը։ Մարմինը ընդամենը գործիքն է, որտեղ հույզերը սկսում են, դրսևորվել, ինչպես նաեւ մարդու հոգու, անգիտակցականի, ենթագիտակցականի կուտակված այն երազանքներն են, այն ցանկություններն են, որոնք արտահայտվում են եւ դրսևորվում են բարի միջոցով եւ բարը դա նաեւ մաքրում է, դուրս է բերում այն տրավմաները, այն հոգեկան դժվար ցնցումները, որը մարդը ապրել է։ Սա իհարկե շատ կարևոր է շիզոֆրենիա ունեցող հիվանդների հոգեբանական դեպքում, խնդիրների, երբ որ բարը տալիս են եւ նրանք կարողանում են այդ գործողությունների, երաժշտության ներքո դուրս բերել այն ցանկությունները, այն դժվարությունները, այն վախերը, որոնք կուտակված են անգիտակցականում։ Եվ այդ ամեն ինչը բերում է, ապրելով բարի միջոցով իրենց վախերն ու տագնապները դուրս հանվելով նրանք գալիս են որոշակի ներդաշնակության, հանգստանում են։ Այսինքն ինչ-որ իմաստով ինքը հուզական ներաշխարը բացելու, ավելի դա Նաև ֆիզիկական կարգավորելու հուզական ներաշխարը առաջ բերելու, այդ անգիտակցականը արդեն առաջ մղելով, հանգստանալու, այդ ամբողջ իր ապրածը, վերապրածը բացահայտելու, վեր դնելու եղանակ է դառնում ու ստեղծվում է, որ ոչ միայն մշակութային իմաստով, բարը ազդում է, որ պահպանվեն արժեքները, ազգայինը եւ այլն, արդեն ներքին մարդկային հոգեբանական նաև իմաստով թերապիա է։ օգնում է հանգստանալու։ Ու մենք գիտենք աշխարհում նման պրակտիկա, դու էլ նշեցիր, շատ տեղերում կան, նաև ասացի ես յոգայի պարային բաներն էլ կան, տեսակներն էլ կան, ու այսինքն մենք բարը հասկանում ենք երկու իմաստով։ Նախ որպես մեր հոգեբանական կամ հուզական աշխարհը վերագտնելու միջոց եւ իհարկե մշակութային ազգային կարևոր արժեք։ Իհարկե։ Ու տեսեք, բարը ոչ միայն հոգեկան ներդաշնակության է բերում, այլ նաև բարը եղել է բուժման միջոց։ Հայերի մեջ ընդունված է, իհարկե Սյունիք, Արցախ, Զանգեզուր, այդ տարածաշրջանում ընդունված է եղել մի բառ, որը կոչվել է խղլացավ։ Այսինքն խղլացավը եղել է հիվանդություն, երբ որ ոսկորների եւ մարմնի անտանելի ցավեր են ունեցել եւ այդ ցավերը բուժելու համար պարացրել են։ Դա տեղի էր ունենում փակ առանձին սենյակում, որտեղ երաժիշտները ժամերով պետք է նվագեին օր ու գիշեր եւ այդ հիվանդին պետք է հանեին պարացնելու։ Բարի ընթացքում դուրս էր գալի այն քրտինքի միջոցով, ինչպես նաեւ հույզերի միջոցով դուրս էր գալի այն ցավային տառապանքը, որը կար իր ներսում եւ մարդը աստիճանաբար գնում էր դեպի ապաքինման։ Այս հետաքրքիր զուգահեռը նաեւ ունենք իտալացիների մոտ տառանտուլա պարը, տառանտուլա պարը, տեսեք, տառանտուլան եղել է սարդ, որը մարդուն կծել է եւ այդ ժամանակ պետք է այնքան պարացնեին այդ հիվանդին, որպիսի քրտինքի միջոցով դուրս գար այդ թույնը եւ մարդը գնար դեպի ապաքինում։ Այսինքն յուրաքանչյուր, տեսեք, դուք նույնպես նշեցիք հնդիկների մոտ, որ եղել են նման պարեր, յուրաքանչյուր ժողովրդի մեջ ընդունված է եղել բուժման պարեր։ Իհարկե պարը ոչ միայն բալանսավորող, նաև հուզական ներդաշնակությանը վերադարձնող հատկություն ունի, այլ նաև իր բուժական, թերապևտիկ նշանակությունը ունի ժողովուրդների մեջ։ Հիմա մի հարցել ամփոփելով մեր այսօրվա հետաքրքիր զրույցը, ժամանակակից պարարվեստը եւ հայկական պարարվեստը ինչ հետաքրքիր միքսեր են ստեղծել եւ արդյոք մենք հիմա ունենք մոդեռն, հայկական մոդեռն պարի ինչ որ տեսակներ, օրինակ հիփ-հոփը գնում է շատ ակտիվ այդ պարի տեսակ է, շատ չգիտեմ, նոր տեսակներ են եկել, տանգոն իր նոր իհարկե ձևերով, իդեպ իմ ամենասիրելի պարային տեսակն է 20-րդ դարաշրջանի ձևավորված պարն է, սալոնային պարերից էր տանգոն։ Շատ հետաքրքիր բան է ու հիմա ժամանակակից մեր ներկայիս ինչ նոր ոչ պարային ունենք, բացի մեր ու իհարկե միքս որպես մեր ժողովրդական պարերին։ Այդ առումով պետք է նշեմ, որ բավականին տեմպերը հետ է համաշխարհային պարարվեստի նոր ձևավորվող պարերի կողքին, որովհետև contemporary dance ժամանակակից պարի կողքին, երբ որ street dance-ն է ձևավորվում, երբ որ ձևավորվում է break dance, hip-hop dance, ու մենք տեսնում ենք հայկականում հիմնականում արմատներին պահելու, ազգագրական պարի
խմբերն են զարթոնք ապրում եւ ժողովրդական պարն է ավելի շատ տարածվում, քան փորձում են նոր մոդելներ ձևավորելու։ Միգուցե սա պայմանավորված է անընդհատ ինքնությունը պահելու եւ պատերազմական տարածաշրջան անընդմեջ այդ կոնֆլիկտի կիզակետում լինելու հետ, այդ է միգուցե պատճառը, որ չի ձևավորվում նոր պարային մոդել, նոր պարի տեսակ, ձև, բայց փորձեր արվում են հիփ-հոփի հետ, ինչպես նաև break dance-ի հետ, համատեղել, միաձուլել ժողովրդական պարերը, ինչպես օրինակ Յարխուշտան, ինչպես օրինակ Քոչարին, այսինքն փորձեր արվում են, բայց վերջնական, որ ստանան հետաքրքիր պարային նոր ձև, նոր մոդել, դեռևս այդպիսին չունենք։ Օրինակ հենց նոր ինձ մոտ մի հետաքրքիր էսպիսի բան եղավ, չգիտեմ, պատկերացում եղավ, ինչքան որ ինքը ռեալիզացման կհասնի, օրինակ բերդ պարելու ընթացքում բերդի վերևի հատվածից իջնողը սկսի street dance անել օրինակ։ Ինչքան ինքը բան կլինի, չգիտեմ, հետաքրքիր կլինի, իհարկե ռեալիզացման իմաստով չգիտեմ, դա տեխնիկապես կամ խորեոգրաֆիկ իմաստով հնարավոր է թե չէ, ինչքան հետաքրքիր միքս դա կդառնա օրինակ ժամանակակիցը, ազգայինը ու նաև հինը իրար հետ համադրված։ Հուսամ մեր մասնագետները եւ որպես բարի մասնագետներ եւ որպես գիտական եւ բեմադրողները արդեն ավելի շարժումների իմաստով կկարողանան տեխնիկա ստեղծել, որով մենք կարողանանք հայտ ներկայացնել նաև այդ իմաստով ազդեցություն թողնել մշակույթում։ Շնորհակալ եմ Նարինե շատ հետաքրքիր զրույցի համար։ Շատ հաճելի էր, շատ օգտակար էր։ Մենք այստեղ միանգամից 4 կարևոր բան բերեցինք եւ անցյալը մեր տեսակները պարային եւ իրենց նշանակությունը կարողացանք հասկանալ եւ հասկացանք ազդեցությունները, որոնք մենք ունեցել ենք եւ որը մենք թողել ենք։ Խորհրդային հետաքրքիր շրջանը, որտեղ տեսանք անձի պաշտամունքից բարը ձևավորվեց չասենք, բայց հյուսվեց անձի պաշտամունքի հետ, ապա կտրվեց դրանից դառնալով նաև ազատագրական, այդ կարևոր ժամանակահատվածում մեր ոգևորող տարերից մեկը եւ նաեւ ժամանակակից աշխարհում հոգեթերապևտիկ իմաստով ինչքան հաճելի նաեւ ազդեցություն ունի հայկական պարարվեստը։ Շատ կարևոր էր այստեղ, որ մենք խոսեցինք նաեւ բարի այն տեսակի մասին, որը մենք ձևափոխել, անվանափոխել ենք։ Հիմա շատ տարածված է, տեսնում եմ բոլոր տեղերում իշխանած պար եւ այլն, ու ինձ էլ էր հետաքրքիր, ես էլ չգիտեի, որ դա մեր Շեյխանի կամ Շիրխանի հայտնի պարն է։ Շատ շնորհակալ եմ, հարգելիներս, այսօր մենք ավարտեցինք մեր շատ հետաքրքիր զրույցը։ Շնորհակալ ենք մեզ հետևելու համար, շարունակեք Ռենեսանսում շատ հետաքրքիր նորություններ եք տեսնելու եւ դեռ հետաքրքիր թեմաներ ենք քննարկելու։ Շարունակեք պահպանել ազգայինը եւ հետևեք մեր ազգային ակունքներին, մնացեք բարով։